Ողջույն հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ է առողջ որոշումը։ Այսօր նորից խոսելու եմ համընդհանուր ապահովագրության մասին եւ այսպես հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության մեկնարկը տրվեց։ Իշխանությունները մեկը մեկին հերթ չտալով այս ռեֆորմը համարեցին հեղափոխական, աննախադեպ, պատմական եւ այլն։ Եվ ահա արդեն 18 օր է Հայաստանի Հանրապետությունում մեկնարկված է համընդհանուր ապահովագրությունը, սակայն ապահովագրությունը մտել է ուժի մեջ, քաոսային իրավիճակում։ Ապահովագրության ներդրումը եղավ առանց հիմնադրամի կազմի, առանց հիմնադրամի ամբողջական կազմվելուց հետո, առանց օպերատորի, առանց բժշկական կենտրոնների հետ պայմանագրեր կնքելու եւ ընդհանրապես առանց բժշկական հանրույթին եւ քաղաքացիներին իրազեկելու իրենց պարտավորությունները, իրենց իրավունքները եւ իրենց անելիքները։ Եվ այսպես բժշկական կենտրոնները, հատկապես մարզային բժշկական կենտրոնները, գյուղական ամբուլատորիաները, պոլիկլինիկաները իրարից հարցնելով, իրար հետ քննարկելով ինչ որ փորձում են հիվանդներին օգնություն տրամադրել, սակայն չեն հասկանում ինչումն է խնդիրը։ Դեկտեմբերի 31-ին պոլիկլինիկաներին, այսինքն առաջնային օղակին նամակ եկավ, որ Zoom հարթակում դուք կարող եք ձեր հարցերը ուղղել ապահովագրության հետ կապված մասնագետին։ Ես ինքս միացա այդ հարթակին եւ շատ հետաքրքիր մի այսպիսի բան ստացվեց, երբ որ չեմ կարող ասել ինչ պաշտոնի մի երիտասարդ ինչ որ փորձում էր հաճախ նախարարին եւ հիմնադրամի ղեկավարի ասածներին հակասող արտահայտություններ էր անում, երբ որ բժիշկները տարակուսում էին, որ բա այսպես եք ասել, բա ինչու եք հիմա հակառակը ասում, այդ երիտասարդը հորդորեց, որ բոլորը գրավոր դիմեն, ինքը գրավոր կպատասխանի։ Մեկ խոսքով ասած, այդ Zoom հանդիպումը մի բանի մասին էր։ Գրեք գրավոր ձեր հարցադրումները, մենք գուցեև կպատասխանենք։ Այնուհետև դրանից հետո ստեղծվեց մի տելեգրամյան ալիք։ Առողջապահության նախարարը հայտարարեց, որ այս տելեգրամյան ալիքում կարող եք դնել ձեր հարցերը, մենք սիրով կպատասխանենք։ Մոտ 1400 մասնակից միանգամից գրացվեցին այդ տելեգրամյան ալիքում։ Իհարկե, տելեգրամյան ալիքը բաց էր, կարող էին գրանցվել եւ ապահովագրության հետ կապ ունեցող բուժաշխատողները եւ հիվանդները, ինչպես նաեւ մարդիկ, որոնք որ ընդհանրապես այդ բանին ապահովագրության հետ կապված որևէ հարցեր կամ խնդիրներ չունեին։ Սկզբից պատասխանում էր Անահիտ Ավանեսյան օկտանունով պատասխաններ էին գնում այդ ուրեմն տելեգրամյան ալիքներին, սակայն վերջի ժամանակաշրջանում այդ տելեգրամյան ալիքի հարցերը մնում են անպատասխան։ Այնուհետև հայտարարեց Անահիտ Ավանեսյանը, որ պետք է Zoom հարթակում ինքը հանդիպի բուժաշխատողների հետ, էլի հարթակը բաց էր եւ ցանկացածը կարող էր միանալ այդ Zoom հարթակում հանդիպմանը, որպեսզի կարողանային հարցեր ուղղել նախարարին։ Ինձ չհաջողվեց, ինչպես նաեւ չհաջողվեց բազմաթիվ մեր բժշկական կենտրոնների տնօրեններին կամ բժիշկներին, որովհետև հարթակի մասնակցությունը սահմանափակ էր եւ 300 հոգի մարդ էին մասնակցել, համենայն դեպս չկարողացա հասկանալ ինչի մասին էր այդ հանդիպումը, որովհետև բուժաշխատողները, բժշկական կենտրոնի տնօրենների մեծ մասը չէին մասնակցել այդ հանդիպմանը։ Այսպիսի մանրամասներով պատմում են, որ դուք հասկանաք, որ իրազեկման մակարդակը ինչ փուլում է եղել։ Եվ այսպես առողջապահության նախարարը սկսեց կատարել այցեր բժշկական հիմնարկներում, ցույց տալ, այսպես ասած, հատուկենտ հիվանդների, որոնք որ բոլորը շնորհակալություն են հայտնում, որ այս համակարգը ներդրվել է,
սակայն չգտնվեց մի քաղաքացի առողջապահության նախարարության այսպես ասած օբյեկտիվի տակ, որը որ բացատրել խնդիրները, օրինակ կասել, որ իր դիաբետի դեղը ստանալու համար ամենակիչը 4 անգամ գնում է բժշկի մոտ, վերադառնում դեղատուն, հետո վերադառնում նորից բժշկի մոտ, որովհետև համակարգում կապված այնպիսի խնդիրներ կան, որ բժշկի կողմից դեղերի դուրսգրումը չի ստացվում։ Կամ չգտնվեց մեկը, որ ասեր նախարարին, որ օրինակ այնպիսի մեծ քանակությամբ եւ 3-4 ամսով դեղեր են դուրս գրվում բժիշկների կողմից, որպեսզի հերթերի եւ այլ խնդիրը լուծեն, որի արդյունքում այս պահին դեղատներում սկսել են դեղերը, կենսական նշանակության դեղերը այլևս դեֆիցիտ լինել։ Ինչու՞, որովհետեւ հիվանդը օրինակ 3-4 ամսվա համար Սիաֆոր 1000 դեղորայքը վերցնում է, տանում է, դնում է իր տունը, այնուհետև դեռ հասկանալի էլ չի, մինչև վերջ կստանա այդ դեղը, թե բուժողի կողմից կլինի փոփոխություն եւ դրա արդյունքում մյուս դեղ ստացողները չեն կարողանում այդ դեղորայքը ձեռք բերել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բազմիցս խոսել ենք, որ դեղորայքի շուկայում կան խնդիրներ, դեղերը անբավարար են եւ կա դեֆիցիտ։ Եվ հաջորդ խնդիրը, որը որ զավեշտալի էր, դա երբ որ քաղաքացիները սկսեցին գրանցվել Արմեդ համակարգում։ Սկզբից եղավ այսպես ասած իրազեկման մի մեծ ալիք նախարարության կայքում, որ ինչպես պետք է գրանցվեն Արմեդում։ Արմեդում գրանցվելուց հետո քաղաքացիների մոտ առաջացան լուրջ խնդիրներ։ Սակայն սրա մասին խոսելուց մի փոքր պատմական ակնարկ պետք է անեմ։ Առողջապահության պաշտոնյաները դեռ 1 տարի, 2 տարի առաջ, երբ որ ներդրել էին այս հավելվածը, շատ այսպես ոգևորված ասում էին, որ սա շատ կարևոր է, ուրեմն հիվանդության պատմության համար եւ ընդհանրապես Արմեդի ներդնելուց ասում էին, որ պետք է քաղաքացին մտնելով բժշկական հիմնարկ նրա հիվանդության ամբողջ պատմությունը արտացոլվի մի էլեկտրոնային հարթակում, որպեսզի հիվանդը անգամ եթե չի հիշում իր կյանքում իր առողջապահական խնդիրների մասին որևէ դրվագ, ապա բժիշկը տվյալ պահին տեսնելով այդ պատմությունը կարողանա նաև ախտորոշման առումով ճիշտ ախտորոշում կատարել։ Իհարկե սա շատ ճիշտ էր, իհարկե սա շատ ցիվիլ է եւ դա կատարվում է շատ ժամանակակից զարգացած երկրներում։ Սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Արմեդում գրանցվելուց հանդիպեցին զավեշտալի պատմությունների։ Առաջի պատմությունը, որը որ հենց իմ հետ է տեղի ունեցել, հիմա ձեր հետ կկիսվեմ։ Ես գրանցվում եմ Արմեդում։ Պարզվում է, որ ես սիրտանոթային ծանր անբավարարությամբ բուժվել եմ Գավառի բժշկական կենտրոնում։ Դրա այդ ընթացքում ես կատարել եմ այցեր Մարտունու բժշկական կենտրոնում, իհարկե ես ժամանակին գրանցված եմ եղել Մարտունու բժշկական կենտրոնում, բայց պոլիկլինիկական բժշկի կողմից իմ այցերը գրանցված էին, օրինակ 23-20-ին, 20-32-ին, ժամերն եմ ասում, այսինքն անգամ այդ բժիշկը տարակուսած իմ հետ կապնվում է եւ ասում է, ես չեմ հասկանում սա ինչ այցեր են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում պոլիկլինիկաները մաքսիմալ աշխատում են մինչև ժամը 6-ը, ոնց է ստացվում, որ ես գիշերը 23:20-ին ձեզ կատարել եմ պոլիկլինիկական այց։ Այս մի կողմ թողնենք, հիմա ամենազավեշտալին, պարզվում է, որ ես դիալիզ եմ ստացել եւ դիալիզը ստացել եմ ոչ ավել ոչ պակաս Վանաձորի բժշկական կենտրոնում։ Այնուհետև ես ինձ կատարել են վիրահատություն էլ կատարել են Ապարանի բժշկական կենտրոնում, ապենդիցիտի կապակցությամբ։ Երբ այս զավեշտի մասին ես հայտարարություն դրեցի Facebook-ում, իհարկե Արմեդը, որը որ օբյեկտիվ եւ ճիշտ պարզաբանում էր դրեր, ասեց, որ մենք դրա հետ կապ չունենք, մենք տեխնիկական առաջադրանքներ կատարող ենք, դրանք մուտք են արել բժշկական կենտրոնները։ Այնուհետև
Ապարանի բժշկական կենտրոնը պարզաբանում դրեց, որ ներողություն ենք խնդրում, դա եղել է անուն ազգանունների հետ կապված խնդիր, այսինքն նույն անուն ազգանունով մարդը դիմել է մեզ երեխա, որը որ վիրահատվել է, սակայն գրանցվել է որպես ձեզ կատարված վիրահատություն։ Այնուհետև Վանաձորի բժշկական կենտրոնը անձնական նամակով պարզաբանեց, ասելով, որ այո, ձեր անուն ազգանունին զուգահեռ եղել է մի կին, որը ուղարկեց այդ կնոջ հավելվածը, որը որ իմ կարծիքով նաև խախտում էր անձնական տվյալների հետ կապված, որ նա դիալիզ է ստանում եւ շփոթմունք է եղել։ Այսինքն, այս ամեն ինչը ամփոփելով պետք է երկու բան մտածենք։ Եթե ուղղակի չեն եղել մուտքագրումներ հիվանդների անունով, այսինքն թյուրիմացություն է եղել, պարզվում է, որ առմետ համակարգում հիվանդի անուն ազգանուններով ընդամենը մուտքեր անելու խնդիրը այնքան թերի է, որ կարող է ցանկացածը հայտնվել ցանկացածի պատմության մեջ կարող են հայտնվել նմանատիպ խնդիրներ։ Եվ այդ հրապարակումից հետո դուք չեք պատկերացնի ինչ մեծ քանակությամբ նամակներ եմ ստացել։ Բժիշկներ են գրում։ Մի բժիշկ գրում է, ասում է. Ես մի թոշակառու տղամարդու եմ գրանցել, հետո նայում եմ պատմությունը, պարզվում է, որ նա այց է կատարել մանկաբարձ գինեկոլոգի մոտ։ Մի մայր է գրում, ասում է. երեխայիս բոլոր ատամները բուժած է, սակայն ես երբեք իմ երեխային ատամնաբուժի մոտ չեմ տարել։ Բազմաթիվ էին գանգատները, բողոքները քաղաքացիների կողմից, որ իրենց պատմության մեջ շտապօգնության այցեր են գրված, սակայն շտապօգնության այցերի երբեք իրենք շտապօգնության կանչեր չեն արել։ Ու այստեղ ինձ մոտ հարց է առաջանում, երբ որ շտապօգնության կայանները մեկը մեկին լրացնելով հայտարարում են, որ անհարկի այցերի պատճառով ծանրաբեռնվում է շտապօգնությունը եւ այժմ 8 շտապօգնության կանչն են սարքել անվճար, դրա հետ մեկտեղ էլ այդ շտապօգնության կանչերը փոխանցում են տեղամասային թերապևտներին, մանկաբույժներին եւ ընտանեկան բժիշկներին եւ ասում են, որ մենք ծանրաբեռնված ենք, դուք պետք է այցերը արեք, գուցե այս ծանրաբեռնվածությունը, այդ թվերի մասին, որ խոսում են, հենց այս հավելյալ գրված կանչերի մասին է խոսքը, պետք է սա արդեն համապատասխան մարմինները ուսումնասիրեն եւ հասկանան, սա տեխնիկական բնույթի թերություններ են, թե սրա հետ կապված է նաեւ պետությունից գումարներ վերցնելու ուրեմն արատավոր երևույթը, որովհետեւ Արմեդում գրանցված ցանկացած դեպք իր հետևից տանում է նաեւ փոխհատուցում պետական պատվերի շրջանակներում շտապօգնությունները վճարվում են ըստ կանչերի թվի, այսինքն, եթե քաղաքացիները ասում են, որ մենք չենք ունեցել այս շտապօգնության կանչերը, սակայն մենք մեր Արմեդում տեսնում ենք, որ մեր անունով կատարվել են շտապօգնության կանչեր, սա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Եվ այստեղ տարակուսելին այն է, որ առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ տվել է այդ գումարները, սակայն չի եղել վերահսկողական որևէ մեխանիզմ, որ օրինակ բանալ գնար տեսնել մարդուն, որը որ երբևիցե չի վիրահատվել, իր անուն ազգանունով կցվել է եւ վիրահատության փոխհատուցում է արել, արդյոք ճիշտ է այդ ամեն ինչը արվել եւ արդյոք հանրային այդ ID համարով գրանցումը ինչու չի արվել, որը որ կիդենտիֆիկացներ հիվանդներին։ Եվ այսպես այս քաոսի մեջ մենք մտել ենք ապահովագրություն, որը որ նույն ձև շարունակելու է ապահովագրական գումարների անհասկանալի տեղաբաշխումը եւ անհասկանալի դեպքերի փոխհատուցումը։ Եվ այսպես հունվարի 15-ին կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարարը հայտարարում է, որ մեր սպասվածից լավ է գնում ապահովագրության գործընթացը, մենք ունեցել ենք ուշադիր 87048 այց ապահովագրության շրջանակներում, որից 7739 եղել են արտահիվանդանոցային այցերը եւ 8612-ը եղել են հիվանդանոցային այցերը։ Եվ
այստեղ ինձ մոտ հարց է առաջանում, չնայած որ Facebook-յան գրառումով խնդրեցի պարզաբանում եւ չունեցա պարզաբանում, նաեւ պաշտոնական նամակ եմ ուղարկել եւ ուզում եմ հասկանալ, եթե 87048 հիվանդ այց է կատարել, ապահովագրված հիվանդ այց է կատարել, ապա 7739 եւ 8612-ը հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ ինչ են արել 70697 քաղաքացիները, ինչ ծառայության են դիմել, եթե չեն դիմել հիվանդանոցային, ոչ եւ ոչ էլ արտահիվանդանոցային, այստեղ մեծ հարց է առաջանում, արդյոք թվերն եք կեղծում, թե արդյոք այն քաղաքացիները, որոնք որ ընդամենը իրանց հեռախոսով այց են կատարել առմետ համակարգ, դուք համարում եք դա բժշկական կենտրոններ այցերի թիվ, դա զավեշտալի է եւ դրանից ելնելով այս թվերով այսպես ասած փակել եւ ձեր ղեկավարի աչքերը եւ հանրությանը ցույց տալ թե ինչքան լավ է դիմելիությունը համընդհանուր ապահովագրության շրջանակներում մեղմ ասած ծիծաղելի է եւ հաջորդ հարցն է առաջանում եթե մենք ասում ենք որ բոլոր քաղաքացիները պետք է անցնեն առաջնային օղակով պետք է անեն այդպես ասած check-up-ը ակտիվացնեն իրենց ապահովագրությունը նոր ապահովագրության շրջանակներում դիմեն հիվանդանոցներ, ապա հարց է առաջանում, ինչու է հիվանդանոցային ապահովագրված դեպքերի թիվը ավելի շատ, շուրջ 873-ով շատ, քան արտահիվանդանոցայինը, այսինքն ինչ է ստացվում, եթե անգամ բոլոր արտահիվանդանոցային դիմաց քաղաքացիները այնուհետև գնացել են հիվանդանոցներ, ապա նորից 873 քաղաքացի արտահիվանդանոցներ չեն գնացել։ Հիմա ինձ կասեն շտապօգնության կանչերի հետ է դա կապված, սակայն երբ որ նայում ենք շտապօգնության կայաններում ասուլիսների եւ թվերի քանակները, դա էլ չի համապատասխանում համապատասխան թվերին։ Ինչևէ, պաշտոնական հարցման պատասխանը հուսով եմ առողջապահության նախարարությունը կտա եւ կհասկանանք, այսինչ թվերի մասին է խոսքը։ Եվ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ մենք գիտենք, որ կան խնդիրներ եւ փորձում ենք առաջարկում էր, որ կամավորական խմբեր լինեն եւ կամավորական խմբերը շրջայցեր կատարեն պոլիկլինիկաներով, դեղատներով եւ բերեն խնդիրները։ Կամավորներ նշանակում են այնպիսի մարդիկ, հիմնականում ուսանողներ, հիմնականում ոչ բժշկական կրթության մարդիկ, որոնք որ ամբողջ համակարգի հետ կապված պատկերացումներ չունեն, ինչ պետք է անի կամավորը։ Երբ որ օրինակ մտնում է բժշկական կենտրոն կամավորը եւ տեսնում է, որ հիվանդը իր ուղեգիրի ստանալու համար բազմաթիվ կաբինետներ են պտտացնում։ Կամավորը կհասկանա դա ճիշտ է թե սխալ է, դա կարևոր է թե ոչ եւ այլն։ Եվ ես մի առաջարկ ունեմ կառավարության ղեկավարին, այդ կամավորներին ուղարկեք նախարարություն, այդ կամավորներին ուղարկեք հիմնադրամ, թող օգնեն փաստաթղթերը կարգավորեն, որովհետեւ ապահովագրական համակարգի մեկնարկը տրվել է առանց փաստաթղթավորման եւ մի շատ վատ տենդենս է արդեն երևում Երևանյան մասնավոր խոշոր բժշկական կենտրոնները իհարկե ես մյուս հաղորդումներին արդեն կխոսեմ անվանական արդեն հանձնարարականներ են տվել, հանձնարարել են, որ մինչև ապահովագրական դեպքի օրինակ վիրահատությունը, նրան ընդունել ամբուլատոր, կատարել ամբողջ հետազոտությունները վճարովի, այնուհետև ուղարկել թող ԱԱՊ-ից իրենց հավաքագրման տեղից բերեն տեղեկանքը, այդ վճարովի տարած հետազոտությունները կցել այդ քարտին եւ վիրահատել ապահովագրության շրջանակներով, այսինքն բացի համավճարից այս ապահովագրված հիվանդներին փորձում են վճարովի հետազոտել մինչև ապահովագրական кейսի բացելը, որի արդյունքում մոտավորապես հիվանդը կծախսի 150,000 դրամի կարգի գումար հետազոտությունների համար։ Ես հետևելու եմ այդ գործընթացին եւ կարծում եմ, որ մենք պետք է կանխենք երկրորդ donation ծրագիրը,
այն ծրագիրը, որը բացահայտվեց իմ կողմից, որը վերաբերվում էր հենց նվիրատվություններին, հիմա էլ մի այլ ձև են գտել, դա ուրեմն այսպես ասած գումարներ աշխատելու համար։ Մի ուրիշ խնդիր էլ կա, հանձնարարական կա բժիշկներին, համոզեք, որպեսզի մարդիկ վճարովի հիմքերով վիրահատվեն եւ չունենան ապահովագրություն։ Մոտիվացնում են բժիշկներին, վճարովից կունենաք շատ տոկոսներ, իսկ ապահովագրության դեպքերը եթե բերեք, ձեր տոկոսները, այսինքն ձեր բոնուսների տեսքով աշխատավարձի ձևավորումը կքչանա։ Եվ այսպես խորհուրդ եմ տալիս ոչ թե կամավորներ կազմել, այլ լսել այս ամեն ինչը, կատարել ենթադրություններ եւ դրա արդյունքում կանխել Հայաստանի Հանրապետության բնակչից գումարների հավելյալ գանձումը առողջապահական հիմնարկներում։ Ինչևէ, կապենք, կտեսնենք ընթացքների մասին եւ ամենակարևորը, ես խնդրում եմ մեր բնակիչներին, մեր ապահովագրված քաղաքացիներին, եթե դուք կունենաք խնդիրներ բժշկական կենտրոնների հետ կապված, ապա անպայման խնդրում եմ տեղեկացնել նամակների ձևով, ցանկացած դեպքի վերլուծությունը իմ կողմից կարվի եւ կտրվի հանրային գնահատական։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փողերի գանձման, խաբեության մատերիալ չէ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ստանա արժանապատիվ առողջապահություն։ Շնորհակալ եմ, առողջ եղեք։